Բարև ձեզ բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում այսօր զրուցելու եմ իրավաբանական գիտությունների տեխնացու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, կուսակցության խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ ինքը վեհապարին չի վստահում եւ դրա բերումով վեհապար հայրապետը պետք է հեռանա, այսինքն Սուքիասյանը ում չի վստահում, այդ մարդիկ պետք է հեռանան, ինչպես կարող եք մեկնաբանել։ Դա խայտառակություն է, հարգելի պարոն Սիմոնյան, Սուքիասյանը ինչ կապ ունի եկեղեցու հետ, այսինքն ինչ ինքը այն մարդն է, այն կատեգորիան է, որ եթե ինքը չի վստահում ինչ-որ մեկին, այդ ինչ-որ մեկը պետք է հեռանա եւ նորից այնքան գրագիտությունից հեռու է, որ չի կարդացել, սահմանադրություն չեն կարդում սրա։ 100 անգամ ասեցինք, սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետությունը անջատ է կրոնական կազմակերպությունից։ Դու ինչ գործ ունես, այդպես կարծիք հայտես։ Չես ընդունում իրան, մի գնա եկեղեցի, բայց ոչ թե քո չընդունելը պետք է հիմք հանդիսանա դրա վեհապարի պաշտոնից հանելու համար։ Խայտառակություն է ուղղակի, պարոն Սիմոնյան։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով։ Դա Նիկոլ Փաշինյանի, իսկ իմ խոսքերով ասած Նիկոլ Փաշինի հերթական անգրագիտություններից մեկն է, ելի նորից նույն հոդվածը չկրկնեմ սահմանադրության, որ եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը անջատ է կրոնական կազմակերպություններից։ Դու ինչ գործ ունես, խառնվես եկեղեցու գործերին։ Դա սահմանադրական կարգի տապալում է, հարգելի պարոն Սիմոնյան, որովհետև 1000 անգամ ասել եմ, կրկնում եմ նորից, որ սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա այդ Նիկոլ Փաշինը կարա վկայակոչի սահմանադրության կամ այլ օրենքներից մեկի մի դրույթ, որտեղ իրան թույլ է տրված միջամտել եկեղեցու գործերին։ Չի կարող։ Իսկ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում սահմանադրական կարգի տապալման համար, ուր է դատախազությունը։ Չկա։ Պարոն Պետրոսյան, մեր նախորդ զրույցից հետո իրադարձություններ են զարգացել եւ օրինակ սերը հաղթել է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի նախկին կինը իհարկե հիմա չգիտեմ էլ այդ կարգավիճակը անդադ խառնվում եմ իրար, ումից որ բաժանվել էր Աննա Հակոբյանը նախ հայտնվեց Գյումրիում նրա հետ, քարոզարշավ անեց, հետո էլ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ինքը ջանքեր է գործադրել եւ Աննա Հակոբյանը վերադարձել է, ինչ կասեք։ Գիտեք ինչ, այդ տիկնիկայինի մեկնաբանությունը իմ համար ցանկալի զբաղմունք չէ, բայց դա իսկապես տիկնիկային թատրոն է։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինը եւ իր կողակիցը, ես ինչի եմ ասում կողակից, սա ոչ թե ինչ-որ վիրավորական բան, այլ ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Հայաստանում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմներում արձանագրված ամուսնություն, այսինքն ԶԱԳՍավորված։ Իրենք ոչ ԶԱԳՍ-ի վկայական են ներկայացրել, ոչ էլ ամուսնալուծության։ Հիմա դրա համար հարաբերական է նրանց անվանել ամուսնալուծված, չգիտեմ ինչ, համենայն դեպս իրենց անձնական գործն է, բայց գիտեք փաստը ինչումն է կայանում, որ Նիկոլ Փաշինը նախընտրական շրջանում ամեն արժեք հանել է աճուրդի։ Ինքը չի կարդացել սահմանադրության 16-րդ հոդվածը, համաձայն որի ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է։ Նրա համար ինքը արդեն ընտանիքն է, իր ընտանեկան կապերն է հանել աճուրդի, որ կարողանա ինչ-որ չգիտեմ ինչ երաշխիք ստեղծի իր համար ընտրություններում հաղթելու։ Ինքը հասկանում է, որ արդեն կախվել է փրփուրներից, որովհետև գիտեք ինչ, հարգելի պարոն Սիմոնյան, տրամաբանական եւ բարոյական չի։ Ապրել 100 տարի իրար հետ, հետո մի շաբաթով ամուսնանա, իբր թե։
Էնել չենք տեսել այդ վկայականը։ Մի շաբաթ հետո ամուսնան լուծվել, հետո նախընտրական քարոզարշավի ընթացքում համատեղելի միանալ գնալ է սա, սենց անլրջացնել ընտանիք ինստիտուտը, սա ուղղակի անբարոյականություն է, այդքան բան։ Վերջին շրջանում ՔՊԱ-ականները անընդհատ թիրախավորում են Սամվել Կարապետյանին եւ նրա քաղաքական ուժը, օրինակ Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար, համոզմունք ունի, որ Կարապետյան ընտրությունների արդյունքներով ջախջախվելու է։ Հա, Վահագն Ալեքսանյանն էլ ասում է, որ կրկես են սարքել, վերջապես նրանց հաջողվեց կրկես կառուցել, նկատի ունի, որ Հայաստանն են էլի կրկես սարքել։ Ուրեմն Վահագն Ալեքսանյանը կրկեսի ամենալավագույն թեկնածուներից է, որ գնա իր այդ մռութը ցույց տա այնտեղ, ժողովուրդը ծափարեն ինքն իրան լավ զգա։ Իսկ ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, այդ տղա դու այնքան փոքր մարդ ես, որ Սամվել Կարապետյանի դեմ մարտահրավեր նետես։ Դու շատ փոքր ես։ Դու ով ես։ Դու ինչ ես արել ես երկրի համար։ Մի հատ հարցնող ունի Արայիկ Հարությունյան։ Քեզ հաճախ նույնացնում են շատերը դդումի հետ, բայց ես կապսոսամ այդ համեմատության համար, որովհետև դդումը օգտակար ուտելիք է։ Իսկ դու օգտակար գործողության ոչ մի գործակից չունես։ Դու ով ես, որ Սամվել Կարապետյանի դեմ ելնես։ Գիտեք ինչ, հարգելի պարոն Սիմոնյան, սրանք բոլորը լծված են մի նպատակի իրականացման գործին։ Վերարտադրել Նիկոլ Փաշինին։ Դրա համար ինչ հիմարություն ասես, անպատասխանատու հայտարարություն ասես, կարող են թույլ տալ։ Սա է իրականությունը։ Երեք պարոն Պետրոսյան, քաղաքացու օրն էր, շատ քաղաքացիներ ամիրյան փողոց էին գնացել վերջապես խորոված ուտելու ակնկալիքով, հիմնականում թոշակառուներ էին, տարեց մարդիկ էին եւ զարմացել էին, որ այդ խորովածը արժի 6000 դրամ, այն պարագայում, որ պետական բյուջեից շուրջ 20 միլիոն դրամ էր հատկացվել այդ խորոված փարթին կազմակերպելու համար։ Հարգելի պարոն Սիմոնյան, հենց սա է կոռուպցիան։ Հիմա իրանք թող բարի լինեն, ներկայացնեն այդ 20 միլիոն դրամի հաշվետվությունը։ Ինչի համար են պետական բյուջեից ստացել։ Համ պետական բյուջեից փող են ստանում, համ քաղաքացու հաշվին են կազմակերպում դա։ 6000 դրամ մի շիշ խորովածը դա ինչ խայտառակություն է։ Այսինքն գիտեք ինչ, Նիկոլ Փաշինը թքած ունի քաղաքացու վրա է, բոլորի վրա է։ Ինքը մեկ խնդիր ունի, ասել եմ եւ կրկնում եմ, դա իր իշխանության վերարտադրությունն է։ Քաղաքացիներին կանչել միջոցառման ու փող պոկել, սա ինչ է նշանակում։ Խայտառակություն է սա։ Իսկ ինքը ինչպես միշտ խայտառակ վարքագծի օրինակելի օրինակ է։ Պարոն Պետրոսյան, գիտեք, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդեցին Սուրբ Մարիամ Աստվածածնի Հովանու տաճարը, եկեղեցին, եւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցը իրենք չեն սարքելու միջազգային քննարկման առարկա։ Բայց հաջորդ օրը այսպես պարտաճանաչ կերպով դատապարտում էին դաշնակցականների կողմից Թուրքիայի դրոշի այրումը հրապարակում։ Ինչպես կմեկնաբանեք սա, որ երկրի վարչապետն է։ Ադրբեջանի։ Որովհետև միայն Նիկոլ Փաշինն է ի վիճակի թշնամու երկրի դրոշը ավելի բարձր գնահատել սեփական երկրի եկեղեցուց։ Կարճ արտահայտվեմ, շատ բան կարող եմ ասել, հարգելի պարոն Սիմոնյան, բայց էս այդ մարդը։ Մենք գիտեք ինչ, ժամանակի մեծ փիլիսոփաներից մեկը Իմմանուել Կանտը ասել է երկնքի կապույտ գույնով համոզվելու համար կարիք չկա ամբողջ աշխարհում պատտվել, շրջել ամբողջ աշխարհը։ Այսինքն երկնքի գույնը կապույտ է, եթե իհարկե անպամած չի երկինքը։ Հիմա այն ուրիշ ինչա պետք, որ հասկանա, այս ժողովուրդը ձեր ցավը տանեմ, որ հասկանաք, որ Նիկոլ Փաշինը գործում է բացառապես հանուն թուրքերի, հանուն Ադրբեջանի շահերի։ Հələ մի հատ բան են անում, պարոն Սիմոնյան, նախագիծ են մշակել իբր թե քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր
թուրքերին եւ ադրբեջանցիներին կանվանեն թշնամի։ Ես անվանում եմ թուրքերն ու Ադրբեջանը Հայաստանի թշնամին են։ Էտենա մլենցի ոնց են պատասխանատվության ենթարկում։ Այսինքն իրավունք չունեն, թե ինչ չհասկացա, պարոն Պետրոսյան։ Հասկանում եք, այստեղ զուտ իրավական խնդիր չի։ Այստեղ հայրենասիրության խնդիր է, այստեղ անցյալի խնդիր է, պատմության խնդիր է։ 5000 երեխու գնդակարած մարդը բա մեր թշնամին չի։ 10000 տղայի հաշմանդամ ենթարկածը, հաշմանդամություն պատճառածը մեր թշնամի չի, բա ի՞նչն է։ Մեր օրողբերն է, քերրին է, մորքուրի մարդն է, ի՞նչն է բա։ Ես անվանում եմ թուրքերին եւ ադրբեջանցիներին Հայաստանի թշնամի։ Թող կան ինձ ձերբակալեն։ Պարոն Պետրոսյան, Եղեռնի հիշատակի օրվա հաջորդ օրը 3 տոնակատարություն է, այսինքն նորմալ է, երբ որ հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության հիշատակի օրը, ստքո օրը, նման կերպ հաջորդ օրը մեծ համերգ հրապարակում, նման մեծ բաներ, տոնախմբություն։ Ոչ թե նորմալ է, այլ խայտառակություն է դա։ Հարգելի պարոն Սիմոնյան, այդ ես ամաչում եմ դաժե կրկնեմ այդ դրանց այդ բանը, կանացի սեռական օրգան հիշեցնող այդ ձեռքերի միավորումը, որտեղ բերանները 3-6-ի վրա բացած, ձեռները այդ նշանը արած, գալիս են ինչ-որ բան, սա խայտառակություն է։ Սա նշանակում է, որ այս մարդկանց համար, հարգելի պարոն Սիմոնյան, ոչ մի սրբություն գոյություն չունի։ Կարևորը մի բան է, լեցվել Նիկոլ Փաշինի վերարտադրության գործին։ Վերջ։ Իրանք կանային, դաժե իրանք թույլ տային, մեր կանային, պարեին, ամեն ինչ կանան թույլ տան։ Բացի մի բանից, հարգանք մեր զոհերի նկատմամբ։ Այդ համերգի ֆոնին զոհերի անունը տվեցիք 3 Արցախի Հանրապետության ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մոր, Տիկին Աննա Աբաջյանի հոգեհանգստի արարողություններ, եւ ես որևէ մեկին չտեսա թվականներից այնտեղ, ճիշտ հակառակը այդ համերգով էին տարված։ Սա ինչ վերաբերմունք է։ Եթե մի հատ ադրբեջանցի սատկեր, իրանք կեթային կհասնեին Բաքու։ Եթե իմանային, որ անվտանգ կհասնեն։ Այդ են դրանք։ Հասկանում եք, սրանք կատարյալ արհամարանք ունեն հայ ազգային հերոսի նկատմամբ, ընդհանրապես այդ կատեգորիայի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, հայկականության նկատմամբ, մեր ինքնիշխանության նկատմամբ, կատարյալ անտարբերություն եւ արհամարանք։ Սրանց պետք է մենակ պահել իրենց պաշտոնները։ Դրա համար հարգելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, խնդրում եմ հունիսի 7-ին անպայման ներկայանալ ընտրական տեղամաս, եթե որևէ մեկին չեք ընտրում, գոնե ձեր մասով ձեր քվեաթերթիկը խասբզեք, թող անվավեր ճանաչվի, բայց սրանց չընտրել Նիկոլ Փաշինին, որովհետև սա Հայաստանի կործանման դիրիժորն է, ու դուք կտեսնեք, եթե նա ընտրվեց, ինչ արագ է կործանվելու Հայաստանի Հանրապետությունը։ Հերիք չէր Արցախի Հանրապետությունը կործանեց, հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը։ Այդքան բան խնդրում եմ նկատի ունենալ։ Եվ վերջին հարցը, պարոն Պետրոսյան, երեք այդ ձրի համերգին բազմաթիվ մարդիկ էին հավաքվել եւ հպականները այդ համերգին եկած մարդկանց համարում էին իրենց կողմնակիցները, իրենց ընտրազանգվածը, այսինքն այդ մարդիկ պարտադիր է, որ գնան ԿՊ քվեարկեն, ձրի համերգեր եկել էին, էլի։ Գիտեք ինչ, համերգին մասնակցելը դա քաղաքացու իրավունքն է, որը չպետք է պայմանավորել նրա քաղաքական հայացքներով։ Ով ասել, որ եթե համերգին ներկա եղել, ուրեմն ինքը ԿՊ է ընտրելու։ Օրինակ, ես որոշ միջոցառումների մասնակցում եմ, տեսնեմ, թե ինչ է կատարվում, բայց այդ չի նշանակում, որ ես գնալու եմ ԿՊ-ին ձայն տամ։ Չգիտեմ, հարգելի պարոն Սիմոնյան, չեմ ուզում վիրավորական արտահայտություն անել, բայց ամոթ են հային, որ պետք է ձայն տա Նիկոլ Փաշինին։ Այդքան։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, պարոն Պետրոսյան ջան։ Ես էլ եմ շնորհակալ։